Համբուրգի նավահանգիստը ներգրավում է և հետաքրքրված է Գյումրիում չոր նավահանգիստ ստեղծելու նախագծով։ Այս մասին Համբուրգում լրագրողների հետ զրույցում հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա նաև թվարկել է այլ քննարկված թեմաներ ու հարցեր։ Նորություն իմացանք երեկ Բերլինում, եւ որ Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի դեսպանը ասաց, որ մյուս տարվանից հունվարից կամ գուցե փետրվարից Գերմանիայի դեսպանատանը այլևս հերթեր չեն լինի։ Ընդ որում մենք արդեն բավականին երկար ժամանակ աշխատում ենք Եվրամիության մեր գործընկերների հետ, ասելով, որ մարդիկ մեզ չեն հասկանում, որովհետև ասում են լուրերով նայում ենք, որ Եվրամիության հետ հարաբերությունները կարգավորվել են, իսկ միայն վիզա ստանալու դիմում հանձնելու համար մարդիկ 10 ամիս ստիպված են սպասել։ Եվ հիմա առաջին արձագանքը Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի դեսպանատանն էր, ով ամենաբարձր մակարդակով պաշտոնապես հայտարարեց, որ մյուս տարվա սկզբից երևի որպեսզի հիմա հայտարարեմ շատ մեծ աժոտաժ չլինի, լավ փետրվարից սենց ասեմ, այլևս հերթ ընդհանրապես գոյություն չի ունենալու։ Տալիս են վիզա, ում տալիս են կտան, ում չեն տալիս չեն տա։ Եվ հիմա այս շղթայական հույս ունեմ, որ այս բանը կշարունակվի նաև մյուս դեսպանատանների դեպքում եւ մենք այս խնդրից կազատվենք։ Բայց ես էլի ուզում եմ վերադառնալ բանի մի ուրիշ հարցի, որ էլի ներհայաստանյան բանավեճի հետ կապ ունի եւ այսօր Գերմանիայի գործարար շրջանակների հետ հանդիպման ժամանակ այս թեման խոսել եմ։ 2019 թվականից ես այդ թիվը ախրանթատ ուզում եմ հիշեմ, որովհետև տեղեկանքների մեջ կա, բայց մոտավոր 18 թվի համար դեպի Եվրամիություն ուղևորությունները մոտավորապես 400-500%-ով աճել են։ Չէ, մի րոպե, ուրիշ բան եմ ասում։ Ես հիմա վերադառնում եմ ներքաղաքական օրակարգ։ 400-500%-ով աճել են եւ 10 ամիսվա էլ բոլոր դեսպանատներում հերթ կա։ Այսինքն ճիշտ է, եթե մի պահ պատկերացնենք, ուրեմն այդ կնշանակի, որ իրականում 600-700%-ով են աճել։ Ես էլի ուզում եմ վերադառնալ։ Ես երբ որ խոսում եմ վիճակագրության մասին, տնտեսական աճի մասին, բարեկեցության մակարդակի աճի մասին, ինձ ասում են, «Էս ինչ ես խոսում, էլի գնացիք կաբինետներում փակվեցիք»։ Ժողովուրդ ջան, այդ 700-600% աճի դեպի Եվրամիության մեկնողների։ Այդ ո՞նց է մարդը սեն ձեռները ծափ տալով, ծակ կոշիկով, սոված ծարավ, կարկատած բանով, գիքորի նման գնում է բան հռոմ կամ գնում է Բերլին, բայց մարդիկ որ գնում են Եվրամիություն, ասենք մարդը գնում է Եվրամիության տարածքում պետք է ասենք տոմսա նախ սկսենք հիմա բացարձակ բոլորը մոռացել են, որ Հայաստանի Հանրապետությունում ասենք ավիատոմսը ինքը սենց մի հատ անհասանելի ինչ որ մի բան էր աստղաբաշխական գներով։ Այսօր մարդիկ կարան 35 եվրոյով, 45 եվրոյով, 50 եվրոյով տոմս առնեն եւ ասեն, դե ոչ մի բան ոնց եկան, ինչ տարբերություն դե, ինչա փոխվել է, ոչ մեկ չի հիշում։ Որ մամուլ ես խմբագիր եմ եղել տասնյակ տարիներով ավիատոմսերի մոնոպոլիայի, դրա հետևում գործող կոռուպցիոն սխեմաների մասին տասնյակ տարիներով քննարկումներ են եղել։ Բայց երկրորդն էլ այդ մարդիկ գնում են Եվրամիություն։ Ինչով են գնում։ Հյուրանոց պետք է ապրեն, պետք է սնվեն։ Այսօր Հայաստանում բանը մարդիկ խմբերով, ես Facebook-ում եմ տեսնում։ Ու գրում են դե բաներ, շաբաթ կիրակի գնացինք բան, ասենք Վիեննա, կոֆե խմեցինք, բան եկանք, հետ եկանք։ Ոչ մի բան չի փոխվել, բացարձակապես ոչ մի բան չի փոխվել։ Իսկ այն մի ժամանակ բանը կար, չէ՞, Խաթաբալադան, որ ասում էր, ես Էջմիածին 2 անգամ եմ եղել։
Իմի էջմիածինը փոխարինվել է Հռոմով, Բերլինով, Աթենքով, Վիեննայով, Փարիզով, բայց ոչ մի բան չի փոխվել, ոչ մի բան։ Հա Համբուրգով, բայց ոչ մի բան չի փոխվել։ Մարդիկ Եվրամիություն են գնում, Սևանի փոխարեն գնում են Եվրամիություն, բայց կառավարությունը կտրված է, սուտ է, ասում է աշխատատեղեր, տնտեսական աճ, բյուջե աճ, սուտ է, հորինած, նկարում են թվերը։ Այդ թվերն էլ Եվրամիությունն է միջարած մեզ տվել։ Մենք չենք ասել։ Ես երբ որ այդ հարցը բարձրացրի, Եվրամիության դեսպանը ասեց կներեք էլի, բայց sense թվեր կա։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ռուսաստանի Դաշնություն։ Մոսկվայի Վնուկովո օդանավակայանում Հայաստանի վարչապետին դիմավորել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ Ալեքսանդր Պանկինը։ Նիկոլ Փաշինյանն այսօր կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին։ 14 համայնքի 27 սուբվենցիոն ծրագրերի համաֆինանսավորման համար 2 միլիարդ 828 միլիոն դրամ կհատկացվի։ Այս մասին կառավարության այսօրվա նիստում ասել է տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդատյանը։ Թալին համայնքի Աշնակ Մաստարա Արտենի բնակավայրերում խմելու ջրագծերի ցանցի հիմնանորոգում աշխատանքների 60%-ը կատարված են։ Արարատի մարզ, Արարատ համայնքի Երաս, Խլանջար, Ուրցալանջ եւ Պարուսեվակ բնակավայրերի ճանապարհների վերանորոգում ասֆալտապատմամբ կատարված է աշխատանքների 95%-ը։ Արմավիրի մարզ, Արմավիր համայնքի Արմավիր բնակավայրի թիվ 2 մանկապարտեզ հողակի շենքի հիմնանորոգում աշխատանքները ավարտված են։ Արմավիր համայնքի Արմավիր բնակավայրի Չարենց փողոցի Շահումյան Աբովյան հատվածի հիմնանորոգում, Միասնիկյան բնակավայրի Բաղրամյան փողոցի կառուցում աշխատանքները ավարտված են, Մեծամոր համայնքի Ալաշկերտ բնակավայրում խմելու ջրամատակարարման ցանցի կառուցում աշխատանքները ավարտված են։ Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Մարտունի, Ծովինար, Վարդենիկ, Զոլակար, Աստղաձոր, Վաղաշեն, Գեղհովիտ, Ներքին Գետաշեն, Վերին Գետաշեն, Մադինա, Լիճք, Ծակքար, Ծովասար եւ Երանոց բնակավայրերի տարբեր փողոցների երթևեկելի հատվածների ասֆալտապատում, Ձորագյուղ բնակավայրում կամրջի եւ պաշտպանիչ պատի կառուցում կատարված է աշխատանքների 95%-ը, Մարտունի համայնքի Վարդաձոր բնակավայրի Ալաշկերտ փողոցի եւ 10-րդ փողոցի հատման խաշմերուկում ընկած հատվածի Ծովինար բնակավայրի 3-րդ թաղամասի 3-րդ փողոցի Արակից հրապարակի մայթերի քարե սալիկներով կառուցում կատարված է աշխատանքների 95%-ը, Մարտունի բնակավայրի Վաղաշեն բնակավայրում փակ դրենաժի կառուցում կատարված է աշխատանքների 95%-ը, Մարտունի համայնքի Վարդենիկ, Զոլակար, Լիճք, Ծովասար, Երանոց բնակավայրերում խմելու ջրագծի կառուցում կատարված է աշխատանքների 95%-ը, Վանաձոր համայնքի Վանաձոր բնակավայրի Տերյան, Թաթերական, Սոսարքսյան փողոցների հիմնանորոգում աշխատանքները ավարտված են, Ստեփանավան համայնքի Ստեփանավան բնակավայրի Ռումինական թիվ 6, 8, 12, 14, 20 շենքերի ջերմամեկուսացման եւ էներգոարդյունավետության արդիականացում կատարված է աշխատանքների 90%-ը, Տաշիր համայնքի Նովոսելցովո եւ Մեղրաովիտ բնակավայրերի գազաֆիկացում կատարված է աշխատանքների 70%-ը, Տաշիր համայնքի Մեծավան, Լեռնահովիտ, Ձորամուտ, Պաղաղբյուր բնակավայրերում ճանապարհների վերանորոգում սալարկմամբ կատարված է աշխատանքների 70%-ը, Սպիտակ համայնքի Սպիտակ, Կատնաջուր, Արևաշող, Գեղասար, Ծաղկաբեր, Լեռնավան, Ջրաշեն, Լուսաղբյուր եւ Մեծ Պառնի բնակավայրերի փողոցների սալարկում տուֆ քարով կատարված է աշխատանքների 90%-ը, Սպիտակ համայնքի Արչահովիտ բնակավայրի խմելու ջրի արտաքին ցանցի հիմնանորոգում, Քարաձոր բնակավայրում խմելու ջրի ներքին ցանցի ընդլայնում կատարված է աշխատանքների 80%-ը, Լոռի Բերդ համայնքի Սվերդլով բնակավայրի մանկապարտեզի վերանորոգում աշխատանքները ավարտված են, Կոտայքի մարզ Ակունք համայնքի Ակունք բնակավայրի 13-րդ, 17-րդ, 18-րդ փողոցների ասֆալտապատում աշխատանքները եւս ավարտված են, Ակունք համայնքի Կոտայք բնակավայրի 4-րդ եւ 8-րդ փողոցների ասֆալտապատում աշխատանքները ավարտված են, Ակունք համայնքի Զար բնակավայրի ջրատարի վերակառուցում աշխատանքները ավարտված են, Ակունք համայնքի Կոտայք բնակավայրի ջրամատակարարման համակարգի բարելավում աշխատանքները ավարտված են, Ակունք համայնքի Կապուտան բնակավայրի 15-րդ փողոցի 3-րդ փողոցի 3-րդ փակուղու, Սևաբերդ բնակավայրի 5-րդ փողոցի սալարկում
տուֆով աշխատանքները ավարտված են, Նոր Հաճն համայնքի Նոր Հաճն, Քանաքեռավան, Նոր Արտամետ, Նոր Գեղի եւ Քարաշան բնակավայրերի ներհամայնքային փողոցների հիմնանորոգման աշխատանքները ավարտված են, Ծաղկաձոր համայնքի Մարմարիկ բնակավայրի խմելու ջրի ջրամատակարարման համակարգի կառուցում աշխատանքները եւս ավարտված են, Ծաղկաձոր համայնքի Աղավնաձոր բնակավայրի կոյուղու կառուցման աշխատանքները ավարտված են, Ծաղկաձոր համայնքի Հանքավան բնակավայրի 3-րդ փողոց առաջին եւ 3-րդ նրբանցների, Մարմարիկ բնակավայրի 2-րդ, 3-րդ փողոցների 2-րդ նրբանցք, 5-րդ, 6-րդ փողոցների կապիտալ վերանորոգում, ասֆալտապատման եւ ջրահեռացման համակարգերի կառուցում աշխատանքները ավարտված են, Ծաղկաձոր համայնքի Մեղրաձոր բնակավայրի առաջին, 2-րդ, 8-րդ, 10-րդ փողոցների շարունակելի հատվածների, 3-րդ, 6-րդ, 7-րդ, 11-րդ եւ 4-րդ փողոցների հիմնանորոգման աշխատանքները ավարտված են, Նայիրի համայնքի Քասախ Պրոշան բնակավայրերի փողոցների ասֆալտապատում աշխատանքները ավարտված են, օգտվելով առիթից նաև կուզեմ նշել, որ չզեկուցվող հարցերով մենք ընդունեցինք ուրեմն 8 համայնքներում հրատապ լուծում պահանջող 8 ծրագրեր, որոնց ընդհանուր արժեքը 129 միլիոն դրամ է, ըստ մարզերի այդ ծրագրերը բաշխված են Արագածոտնի մարզում 3 ծրագիր, Գեղարքունիքի մարզում 3 ծրագիր, Սյունիքի մարզում 1 ծրագիր, Տավուշի մարզում 1 ծրագիր, նաև չզեկուցվող հարցերից մեկ այլ նովել մենք ճանապարհների բարեկարգման, նախագծերի ձեռքբերման, փորձաքննությունների անցկացման եւ ավարտված աշխատանքների 5%-ի վճարման համար հատկացեցինք 845 միլիոն դրամ։ Հայաստանի Հանրապետության Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը շարունակում է միս մսեղիքի սպանդանոցային ծագման նկատմամբ վերահսկողական միջոցառումների իրացման ցանցում։ Հերթական անգամ վերահսկողություն է իրականացվել Շիրակի մարզում, մասնավորապես Գյումրիի շուկայի մսի վաճառքի կետերում։ Երևանի եւ Շիրակի մարզային կենտրոնների տեսուչներն ուսումնասիրել են սննդամթերքի անվտանգության պահանջների պահպանումը։ Մսի սպանդանոցային ծագումը հավաստող փաստաթղթի 5-րդ ձևի արկայությունը, վաճառակետի սանիտարահիգիենիկ պայմանները, մսամթերքի պահպանման համար սահմանված ջերմաստիճանային ռեժիմների պահպանումը, արգրավել եւ ոչնչացման է ուղարկվել անհայտ ծագման 111 կիլոգրամ միս մսեղիկ։ Մասին ոչ մեկ խնդիր չի առաջացնում։ Մենք հույս միսը չենք արվում։ Մենք սպառնոստանից քեզ ծուրի մեջ չէ թողել եմ ադս ծունցի կերես կա։ Բայց սա սպանդանոցային ծագման չի։ Դու ինչ գիտես է։ Ուրա ապա։ Չի պեչադոս տանենք նոր տարվա սեղանի վրա։ Նոր տարվա սեղան պեչադը դերն է անտայ։ Վաճառքի ժամանակ։ Այ քեզ իպա։ Խնդրում եմ ձայնը չբարձրացնեք, ես հանգիստ։ Զարմանամ ես։ Տեսչական մարմինը շարունակելու է հետևողական վերահսկողությունը, ապահովելու համար օրենսդրությամբ սահմանված պահանջների կատարումը եւ պաշտպանելու սպառողի առողջությունը։ Իրացման ցանցում վաճառվող միսը կարող է լինել միայն սպանդանոցային ծագման։ Թայլանդի եւ Կամբոջայի միջև բախումները շարունակվում են։ Ռազմական գործողությունները ծավալվում են նաեւ Սիամական ծոցին հարող սահմանային հատվածում, ինչպես նաեւ արևելքում Լաոսի հետ սահմանի մոտ։ Թայլանդի տվյալներով Կամբոջան կիրառել է գրադ համակարգեր, ինչպես նաեւ անօդաչու թռչող սարքեր եւ տանկեր։ Կամբոջան էլ հայտնել է, որ թայլանդական կողմը ԱԹՍ-ների, հրետանու եւ ականանետների կիրառմամբ հարվածներ է հասցնում տարբեր շրջաններին։ Թայլանդի եւ Կամբոջայի սահմանին մարտերը վերսկսվել են դեկտեմբերի 8-ին։ Կողմերը միմյանց են մեղադրել ամռանը ձեռք բերված հրադադարի խախտման համար։ Այս տարվա հուլիսին երկրների միջև հնգորյա մարտերի ընթացքում զոհվել էր առնվազն 48 մարդ, իսկ 300,000-ը տեղահանվել։ Այդ ժամանակ կողմերը Մալայզիայի միջնորդությամբ եւ Միացյալ Նահանգների աջակցությամբ հասել էին հրադադարի։ Սակայն նոյեմբերին Թայլանդը հայտնեց կամբոջական կողմի տեղադրած ակամի պայթյունի հետևանքով իր զինծառայողի վիրավորման մասին, հայտարարելով, որ կասեցնում է խաղաղության համաձայնագրի իրականացումը։ Կամբոջան հերքել է մեղադրանքը։ Դեկտեմբերի 9-ին Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել էր գործադրել բոլոր ջանքերը Թայլանդի եւ Կամբոջայի միջև զինված հակամարտությունը դադարեցնելու համար։ Մոսկվայի Դոմոդեդովո, Շերեմետևո, Վնուկովո եւ Ժուկովսկի օդանավակայանները անօդաչու թռչող սարքերի պատճառով 7 ժամով դադարեցրել են թռիչքները, չեղարկվել, հետաձգվել եւ այլ օդանավակայաններ է ուղարկվել մոտ 200 ինքնաթիռ։ Ռուսական հոբ ուժերը դեկտեմբերի 10-ի երեկոյան խոցել են դեպի Մոսկվա թռչող 32 անօդաչու թռչող սարք, հայտնել է քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։ Նա հարձակումների հետևանքների մասին մանրամասներ չի ներկայացրել, հայտարարելով միայն, որ բեկորների անկման վայրում աշխատում են արտակարգ ծառայությունների մասնագետները։ Լրատվամիջոցների տվյալով
անօդաչու թռչող սարքերը հարվածել են Նովգորոդի Ակրոն հանքային պարարտանյութերի գործարանին։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ դեկտեմբերի 11-ի գիշերը խոցվել է 287 անօդաչու թռչող սարք։ Միաժամանակ ռուսական ուժերը գիշերը բալիստիկ հրթիռներով եւ հարվածային անօդաչու թռչող սարքերով գրոհել են Կրեմենչուգը։ Այդ մասին հայտնել է մարզային ռազմական վարչության ղեկավար Վլադիմիր Կոգուտը։ Թիրախում են հայտնվել էներգետիկ օբյեկտներ, աշխատել է հոբ համակարգը։ Բեկորների անկման եւ օբյեկտներին ուղղակի հարվածների պատճառով հրդեհներ են բռնկվել, Կոգուտի խոսքով տուժածներ չկան։ Դոնալդ Թրամփը կրկին խոսել է Ուկրաինայում նախագահի ընտրություն անցկացնելու անհրաժեշտության մասին։ Վոլոդիմիր Զելենսկին պետք է իրատես լինի, հայտարարել է Միացյալ Նահանգների նախագահը։ Նրանք վաղուց ընտրություն չեն անցկացրել։ Նրանք կորցնում են մեծ թվով մարդկանց։ Ուկրաինացիների 82%-ը պահանջում է համաձայնագիր կնքել։ Ես դա հասկանում եմ, ասել է Թրամփը։ Սպիտակ տան ղեկավարը հավելել է, որ Ուկրաինայում կոռուպցիայի հետ կապված լուրջ խնդիրներ կան, ինչը եւս մեկ պատճառ է ընտրություն անցկացնելու համար։ Վոլոդիմիր Զելենսկին էլ Գերագույն Ռադայի ներկայացուցիչների հետ քննարկել է պատերազմից տուժած Ուկրաինայում նախագահի ընտրություն անցկացնելու հնարավորությունը եւ սպասում է պատգամավորների առաջարկներին։ Ես թույլ չեմ տա Ուկրաինայի դեմ ուղղված որևէ շահարկում։ Եթե գործընկերները, այդ թվում մեր առանցքային գործընկերները այդքան շատ ու հստակ խոսում են Ուկրաինայում ընտրությունների մասին, ապա մենք պետք է յուրաքանչյուր հարցի հիմնավոր պատասխանը տանք։ Դա հեշտ չէ, բայց այս հարցի շուրջ ճնշումը մեզ հաստատ պետք չէ, ասել է Ուկրաինայի նախագահը երեկոյան տեսաուղերձում։ Ավելի վաղ Զելենսկին հայտարարել էր, որ Ուկրաինան պատրաստ է նախագահի ընտրություն անցկացնել, եթե Ամերիկայի Միացյալ Նահանգները եւ Եվրոպան ապահովեն անվտանգությունը։ Միևնույն ժամանակ Axios-ը հայտնել է, որ Կիևն ԱՄՆ նախագահի վարչակազմին է փոխանցել իր պատասխանը պատերազմը դադարեցնելու վերաբերյալ ամերիկյան նախագծին։ Այն պարունակում է մի շարք մեկնաբանություններ եւ ուղումներ խաղաղության ծրագիրն իրագործելի դարձնելու համար։ Նոր առաջարկների մի մասը վերաբերում է Զապորոժիեի ատոմակայանի տարածքի եւ կարգավիճակի հարցերին։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ դեկտեմբերի 10-ին Ուկրաինայի հարցով հեռախոսազրույց է ունեցել ամերիկացի իր գործընկեր Դոնալդ Թրամփի եւ եվրոպական մի քանի երկրների առաջնորդների հետ։ Մակրոնն այդ մասին հայտնել է West France տարածաշրջանային թերթի ընթերցողների հետ հանդիպման ժամանակ, որին Ֆրանսիայի ղեկավարը ժամանել է մոտ 1 ժամ ուշացումով։ Այդ 40 րոպեներին ծավալված քննարկումների ընթացքում փորձել ենք առաջընթացի հասնել բոլորիս հուզող թեմայի վերաբերյալ, ասել է Մակրոնը։ France Press գործակալությունը հայտնել է, որ հեռախոսազրույցին մասնակցել են նաեւ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը եւ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Գավառի Գրիշա Ապրոյանի անվան մարզադպրոցում բռնցքամարտի բաց առաջնություն է։ Այն կազմակերպել է Գավառ քաղաքի բռնցքամարտի մարզիչ, սպորտի վարպետ Մարատ Կարոյանը։ Մրցաշարին մասնակցում են Գավառի, Կարմիր գյուղի, Վանաձորի մենապայքարային մարզաձևերի, Մանկապատանեկան եւ Տաշիրի մարզադպրոցների մարզիկները։ Միջոցառումը նվիրված է մեր մարզադպրոցի կազմավորման, ձևավորման եւ ամփոփեցինք մեր տարվա լավագույն արդյունքները եւ որոշեցինք, այսպես ասած, ստուգողական մրցաշար անցկացնենք, հրավիրեցինք դրսից։ Եվ ամենակարևորը շեշտեմ, որ մարզիկների, մարզիչների նույնիսկ հանդիսատեսի կողմից ոչ մի կարգապահական խախտում եւ բողոքարկում չարձանագրվեց։ Շնորհակալություն ենք այտնում միջոցառման մասնակիցներին ազգեղեցիկ միջոցառումը անցկացնելու եւ իրենց ակտիվ մասնակցությունը բերելու համար։ Մրցապայքարը սկսվում է բարձր մրցակցային պայմաններում, լարված ու բուռն մթնոլորտում։ Մարզիկներին ոգևորում են ծնողները, մարզաձևի սիրահարները եւ բռնցքամարտի նվիրյալները։ Մարզիկները ցուցադրում են ճիշտ հավասարակշռություն, պաշտպանական եւ հարձակողական բարձր տեխնիկա, որոնք կարևոր են այս սպորտաձևում հաջողության հասնելու համար, նշում են մարզիչները։ Ներկայացել ենք 20 մարզիկով, ցուցադրել ենք լավ արդյունք, տեղանային մենամարտերից գոհ ենք։ Նման մրցաշարերը ընդլայնում են սպորտը, զարգացնում են սպորտը, մարզիկները կարողանում են միմյանց հետ շփվել, միմյանց ճանաչել, բացի բռնցքամարտից դուրս ձեռք են բերում ընկերական լավ հարաբերություններ, որը շատ կարևոր է մեր սպորտի մեջ որպես հիմք։ Իսկ մնացածը իրաց փորձը սկսում է աճել ու իրանք ավելի լավ մարտեր են կարողանում տալ հետագա մենամարտերում ավելի բարձր մարտերում։ Մեր շնորհակալությունն ենք հայտնում մարզադպրոցի տնօրենին մրցաշար բարձր մակարդակով անցկացնելու համար, նաև շնորհակալ ենք մարզադպրոցի մարզիչ ընկեր Մարատին մեզ իր ներդրումն ունենալու եւ այս մրցաշարը բարձր մակարդակով անցկացնելու համար։ Առաջնությանը հետևում եւ մարզիկների ելույթները գնահատում են Գավառի մարզադպրոցի տնօրեն Վանիկ Հովեյանը եւ Վանաձորի մենապայքարային մարզաձևերի Մանկապատանեկան մարզադպրոցի բռնցքամարտի մարզիչ Արկադի Կոստանյանը։ Մրցաշարի առաջին եւ երկրորդ տեղերը զբաղեցրած եւ մրցաշարի մասնակից բոլոր մարզիկները պարգևատրվում են համապատասխան կարգի մեդալներով ու շնորհակալագրերով։ Պարգևատրումը կատարում է մարզադպրոցի ուսումնակամասի գծով փոխտնօրեն Արամ Մինասյանը։
փորձ ես ձեռք բերում այս մրցաշարերից եւ դուք որ ավելի լավ պարապել շնորհակալություն եմ հայտնում այս մրցաշարը կազմակերպելու համար ուժեղ մրցաշար էր հաղթել եմ 2 մենամարտ 2 բռնցքամարտիկի եւ նվաճել եմ առաջի հորիզոնականը Առաջնությունը նպաստում է մարզիկների փորձառությանը, մրցակցային մտածելակերպի ձևավորմանը եւ նոր մարզական ձեռքբերումների համար վստահության ամրապնդմանը։ Առաջնությունը եւս մեկ անգամ ցույց տվեց, որ բռնցքամարտը շարունակում է մնալ սիրված ու զարգացող մարզաձև, միավորելով երիտասարդներին առողջ կենսակերպի ու սպորտի շուրջ։ 8 տարեկան Վանն արդեն լավ է։ Հիվանդասենյակի մահճակալը զիջել է 5 ամսական մի փոքրիկի։ Կապանի բժշկական կենտրոնի մանկական բաժանմունքում բուժվողների մեծ մասը մասնագետին է դիմել, երբ ջերմաչափը 40 աստիճան Ցելսիուս է ցույց տվել։ Ջերմաչափը դրել ենք 6 րոպե, սպասել ենք, հենց 44-ին հանել ենք, նայում եմ 40-ը։ Ես ջերմություն էի տվել 40 աստիճան, հետո վատը զգում ինձ եկել եմ այստեղ ոլաբանում։ Լավացել ես։ Այո, բարձել եմ, որ նոր սկսվող թոքաբոր բա, հետո բուժումներ են ստացել, այսօր արդեն 7-րդ օրն է, որ պետք է ավարտեմ։ Դատարկ հիվանդասենյակ չկա, տարածված վիրուսն ուշ է հեռանում օրգանիզմից։ Կապանի բժշկական կենտրոնի մանկական բաժանմունքի վարիչի խոսքով վարակված երեխաների թիվը մեծ է, բայց իրավիճակը համաճարակային չէ Սանվանի։ Հիմնականում հայտնաբերվում է գրիպ Ան, H3N2 ենթատեսակը, վերջին 2 շաբաթվա ընթացքում հիմնականում դա երբեմն նաև COVID դրական ենք ունենում, բայց դա ավելի քիչ։ Բարդությունների մասին ասեմ, հիմնականում բոլոր տարիքային խմբերն էլ ներգրաված են, կրծքի հասակը հատկապես գալիս է միջին օտիտներով ու թոքաբորբերով։ Դպրոցահասակ երեխաները երբեմն սինուսիտներով, էլի թոքաբորբերով Բրոնխիտներ ենք հաճախակի ունենում, ինչպես միշտ ամեն շնչառական վարակի սեզոնին, ամենամեծ առանձնահատկությունը կոնկրետ այս վիրուսի, իր երկարատև համառ ջերմություններն են, դժվար կառավարվող, կլինիկան մի քիչ ավելի երկարաձգված է լինում, սովորաբար եթե մենք վիրուսի դեպքում 5-6 օր ենթադրում ենք բարձր ցվեր, հետո սկսում է նահանջել, այս դեպքում գուցե 1 շաբաթ եւ ավելի ունենանք ջերմություններ հենց վիրուսով պայմանավորված։ Մանկաբույժի խոսքով կանխարգելիչ միջոցառումներից թերևս ամենաարդյունավետը պատվաստվելն է։ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի տվյալներով Սյունիքի բժշկական կենտրոններում այս տարի սեզոնային գրիպի դեմ արդեն իսկ պատվաստվել է 10,000 մարդ։ Պատվաստանյութն առկա է բոլոր բուժհաստատություններում, անվճար բոլոր ցանկացողների համար։ Այն ցուցված է 6 ամսականից։ Ներկայում հանրապետությունում առկա է սեզոնային գրիպի դեմ պատվաստանյութ, որի բաղադրության մեջ ներառված է նաև ներկայում շրջանառող գրիպի ենթատեսակը, ենթատեսակը H3N2-ը։ Սեզոնային գրիպի դեմ քառավալент պատվաստանյութը իր բաղադրության մեջ ունի 2A տեսակի գրիպ եւ 2B տեսակի գրիպ։ A տեսակներից H1N1 եւ H3N2-ը, որը ներկայում շրջանառում է։ Հետևաբար գրիպի դեմ պատվաստվելով առնվազն այս 4 ենթատեսակներից պաշտպանված են լինում եւ այն ենթատեսակից, որը ներկայում հանրապետությունում շրջանառում է։ Առողջապահության նախարարությունն ամենօրյա մշտադիտարկում է իրականացնում հետևելու համար սուր շնչական վարակներով պայմանավորված համաճարակային իրավիճակին, հայտարարել է Անահիտ Ավանեսյանը, ներկայացրել թե որ դեպքում կարող են հանրակրթական դպրոցներն անցնել հեռավար ուսուցման։ Մենք ունենք շատ հստակ մեթոդ եւ գծագրված մեխանիզմ աշխատանքի, որ այն դասարանները, որտեղ բացակայությունների թիվը 20%-ից ավել է, այս դասարանները կարող են անցնել հեռավար ուսուցման։ Մենք մեր կրթության գործընկերների հետ ամենօրյա կապի մեջ ենք եւ այս հետ մոնիտորինգի արդյունքներով դասարանները ինքնուրույն կարող են անցնել հեռավար դասապրոցեսի, որ մի կողմից պաշտպանենք մեր երեխաների առողջությունը եւ հնարավորություն տանք, որպիսի վարակի այդ դպրոցներում կոնկրետ իջնի թվաքանակը, բայց մյուս կողմից էլ չխաթարենք ընդհանուր հանրապետությունով դասապրոցես։ Նոյեմբերի 3-ից հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի Սյունիք մասնաճյուղը նույնպես կատարում է ամենօրյա մշտադիտարկում։ Մասնաճյուղի ղեկավարի պարտականությունները կատարող Լենա Մալինցյանի խոսքով այս շաբաթ սուր շնչական
բացասական վարակներով մարզի բնակավայրերի պոլիկլինիկաներ դիմելիության աճ է նկատվում։ Անցած ամբողջ շաբաթվա ընթացքում բոլոր տարիքային խմբերում արձանագրվել է 186 դեպք, այնինչ ընթացող շաբաթվա 3 օրերին դրանց թիվը 228 է։ Ամեն աշխատանքային օր կառույցը դպրոցներից եւ նախադպրոցական ուսհաստատություններից ստանում է բացակայության վերաբերյալ տվյալներ։ Այսօր դեկտեմբերի 10-ի դրությամբ երեխաների ընդհանուր թիվը կազմում է 17091, հաճախել են 15602 աշակերտ, բացակային 1489, որից ՍՇՎ-ով 819։ Սյունիքի մարզում ունեն 48 նախակրթական հաստատություն, որոնց երեխաների թիվը կազմում է 4395, հաճախել են 3353, բացակային 1042, որից ՍՇՎ 622։ Մարզի հաջորդ 17 հանրակրթական դպրոցներում այս պահին դասերը բնականոն ընթացքի մեջ են, որևէ մեկը հեռավարի չի անցել։ Դիմումներ դասընթացը հեռավար անցկացնելու վերաբերյալ չկան, տեղեկացնում են Սյունիքի մարզպետի աշխատակազմից։ Տիգրանուհի Բադալյան, Ալեն Ծատերյան, Սյունիք լուրեր։ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության գուգարքի բաժնի կողմից կազմակերպվել էր հանդիպում քննարկում, որին մասնակցում էին ոստիկանության գուգարքի բաժնի ծառայողները, համայնքապատկան սոցիալական ծառայողները, քաղաքասարակության ներկայացուցիչներ եւ հանրակրթական դպրոցների տնօրեններ ու ուսումնական գծով փոխտնօրեններ։ Հանդիպման նպատակը մեկն է՝ բոլորս մեր զբաղեցրած պաշտոնի պարտականության ուժով ապահովել անչափահասի անվտանգ միջավայրում գտնվելը եւ համագործակցել եւ բարձրացնել համագործակցության շեմը հանուն անչափահասի լավագույն շահի ապահովման։ Անչափահաս լավագույն շահ ասելով հասկանալով պետք է անցալենք երկու առումով եւ աշխատանքները տանելիս պետք է տարանջատենք եւ որպես անչափահասը որպես հանցավորության կամ հակաիրավական արարքի զոհ եւ որպես անչափահասը որպես իրավախախտ։ Պետական տարբեր կառույցների ու սոցաշխատողների մասնակցությամբ նմանատիպ հանդիպումները հաճախակ էին կազմակերպվում, ներգրավելով նաև հանրակրթական դպրոցների աշխատակիցներին, որոնց տված տեղեկությունները կարող են արդյունավետ լինել տարվող աշխատանքների ու դրանց ցանկալի արդյունքի համար։ Նման հանդիպումները բավականին արդյունավետ են եւ դրանց արդյունքները մենք քաղում ենք ավելի հետագա հեռահար աշխատանքային գործունեության ընթացքում ավելի երկարաժամկետում եւ այն առողջ քննարկումը, որ այսօր մենք ունեցանք բոլոր պատկան մարմինների, կրթական կառույցների ներկայացուցիչների կողմից հետագայում իրենց դրական եւ ցանկալի արդյունքը վստահ եմ, որ տալու են եւ դպրոցներից եւ տարբեր կառույցներից, սոցաշխատողներից մենք ստանալու ենք արձագանքներ եւ որոնց շուրջ մենք պետք է ձևավորենք մեր գործունեության մեխանիզմները։ Ցանկալի է հաճախի կազմակերպեն նմանատիպ հանդիպումներ, ինչու, որովհետեւ շատ հարցեր կան, որոնք չեն բարձրացանվում կամ բարձրացանվում են որոշակի խմբերում եւ այդպես էլ լուծում չեն ստանում, բայց այսպիսի հանդիպումների ժամանակ մենք կարող ենք ավելի հասցեական մոտեցում ցուցաբերել, այսինքն հասկանալ, թե որ համայնքում ինչ խնդիրներ կան, որոնք բարձրացանվել են, ինչ փուլում են գտնվում, ինչ լուծումներ է ակնկալում եւ մենք ինչ ծառայություն ենք կարողանում իհարկե մատուցել քաղաքացիներին։ Այս հանդիպման ընթացքում եղան քննարկումներ ու առաջարկություններ անչափահասների անվտանգային միջավայրն ապահովելու, հակաիրավական վարքագծից զերծ պահելու, կրթության ոլորտում ներառելու, զբաղվածությունն ու սոցիալական միջավայրն ապահովելու ուղղությամբ։ Դեկտեմբերի 9-ին ժամը 11:45-ի սահմաններում Սևան Մարտունի Գետապ ճանապարհի 11-րդ կիլոմետրին ջրային պարեկները ստուգման նպատակով կանգնեցրել են Նորատուս գյուղի մի բնակչի վարած Opel Magnishi ավտոմեքենան։ Մեքենայի բեռնախցիկում եւ սրահում կային սիգ եւ իշխան տեսակի ձկներ։ Պարզաբանումների համար տղամարդը մեքենայով հանդերձ տեղափոխվել է համայնքային ոստիկանության Գավառի բաժին։ Նույն օրը ժամը 12:20-ի սահմաններում նույն ճանապարհի 50-րդ կիլոմետրին ջրային պարեկները մոտեցել են կայանված Mercedes Magnishi ավտոմեքենայի։ Նորատուսցի վարորդը բեռնախցիկից ներկայացրել է 46 կիլոգրամ ընդհանուր քաշով 128 սիգ։ Տղամարդը մեքենայով հանդերձ ներկայացվել է համայնքային ոստիկանության Մարտունու բաժին։ Երկու դեպքով էլ հանգամանքները պարզվում են։
Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները ձեռնարկած միջոցառումների արդյունքում դեկտեմբերի 6-ի գիշերը ժամը 3-ի սահմաններում հարավ-արևմտյան B2 թաղամասի շենքերից մեկի մոտ հայտնաբերել թմրամիջոց իրացնելու կասկածանքով ոստիկանության գվարդիայի գործընկերների հետ համատեղ ձերբակալել եւ բաժին են տեղափոխել Երևանի բնակիչ 17-ամյա երկու աղջիկների։ Անձնական խուզարկությամբ նրանց մոտ հայտնաբերվել է 64 փաթեթ, ընդհանուր 61.19 գրամ քաշով։ Պարզվել է, որ նրանք 16 փաթեթ արդեն տեղադրել էին Շենգավիթ եւ Մալաթիա Սեբաստիա վարչական շրջաններում։ Կազմված փաստաթղթերը եւ ձերբակալվածները ներկայացվել են նախաքննական մարմին, հանգամանքները պարզվում են։